Ինչ պրոդուկտներ եմ օգտագործում ես, ունենալով համեմատած բարակ ու չենթարկվող մազեր, որպեսզի դրանք հարդարեմ ու մի փոքր ավելի երկար պահպանեմ թարմ տեսքը։ Այս վիդեոն հենց սթայլինգի մասին է, խնամքի մասին վիդեոն կարող ես գտնել էջում։ Սկսեմ 4 շամպունից, սա իմ ամենօրյա փրկիչն է, քանի որ ես ունեմ յուղոտ գլխամաշկ, բայց հիշեցնեմ, որ 4 շամպունը պետք է օգտագործել ոչ թե արդեն կեղտոտ մազերին, այլ նոր լվացած, թարմ ու չոր մազերին, հետո արդեն կարելի է երկրորդ օրն էլ օգտագործել թարմությունը երկարացնելու համար։ 4 շամպունների դեպքում փորձս բավականին մեծ է, կարող եմ առանձին վիդեո նկարել, եթե հետաքրքիր է։ Հաջորդ պրոդուկտը նույն ապրանքանիշի տեքստուրա հաղորդող սպրեյն է, այն արդեն օգտագործում եմ չոր ու հարդարած մազերիս վրա մի փոքր փարթամություն հաղորդելու համար։ Հաջորդը եւ իմ բոլոր ժամանակների ֆավորիտը դա CG ապրանքանիշի ծավալ հաղորդող սպրեյն է։ Այն օգտագործում եմ մազերս լվանալուց հետո, երբ դեռ մի փոքր խոնավություն կա միջև հարդարելը, ու անկեղծ եմ ասում, միջև հաջորդ օրը մազերս պահպանում են իրենց ծավալու ու թարմ տեսքը։ Ամբողջությամբ արդարացնում է իր արժեքը։ Հաջորդը նույն Holy Poly ապրանքանիշի ֆիքսող սպրեյն է կամ լակ, ոնց որ ասում ենք։ Իր մեջ շատ սիրուն մանր ոսկեգույն փայլիկներ ունի, որոնք շատ թեթև երևում են մազերի վրա ու էլ ավելի գեղեցիկ տեսք են հաղորդում։ Այն օգտագործում եմ քիչ քանակով եւ միայն մազերիս ծայրերին, որպեսզի ավելորդ ծանրություն չստեղծի։ Եվ իմ հարդարման ամենակարևոր մասնիկը այս սաներն է, որը կրկնում է գլխի կորությունը, հենց սրա միջոցով եմ արմատներիս մոտ ստանում ծավալ։ Այս երկուսը իդեալական կոմբո են։ Սթայլինգի դեպքում կարևորը չափը չանցնել, որպեսզի մազերը պահպանեն իրենց թարմ ու մաքուր տեսքը։ Պահպանիր, որ չկորցնես, իսկ մեկնաբանություններում կիսվիր քո ֆավորիտներով։